Լուսարատին շարունակում է, այո, այսպիսի տղեկ կան ամբողջ աշխարհի երկիր մոլորակերով, որտեղ որ բարձր են պահում Հայաստանը, հային, հայի պատիվը, հայկական եռագույնը։ Եվ այսպես 2018 թվականին IBO, 2019-ին WBC, 2021-ին WBO, 2023-ին WBA, 2025-ին WBA եւ մայիսի 16-ին Գերմանիայում կայացած կարևորագույն մենամարտում, որն ի դեպ հեռարձակում էր Կենտրոն հեռուստաընկերությունը, մեր մարզիկը պահպանեց չեմպիոնական գոտին եւ այսօր հաղթանակի թարմ հետքերով մենք սիրով հյուրընկալել ենք նրան, խոսելու մրցաշարի, նրա մենամարտերի եւ իհարկե հաղթանակի մասին։ Մեր հյուրն է գերմանահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթյան։ Բարի լույս, բարի առավոտ։ Շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում, նախ շնորհավորում ենք եւս մեկ անգամ հաղթանակի եւ այս պատվաբեր աշխատանքի համար, եկեք խոսենք մրցաշարից, ինչպես են անցել մրցումները, մրցաշարը, ինչպես ջախջախեցիք չեխ մասնակցին։ Շատ դժվար եւ բարդ, քանի որ պատրաստվել եմ մոտ 9 շաբաթ եւ պատրաստությունը շատ դժվար էր, քանի որ գիտենք, որ մարզիկը լինելու է շատ դրան համապատասխան ուժեղ մարզիկ եւ անցավ մենամարտը սպասում ենք, որ դժվար մենամարտը լինելու, բայց կարևոր վերջում հաղթեցինք, հաղթանակը միշտ ամենակարևորն է։ Մինչև մենամարտը իմ կարծիքով եթե կարգ այդպես է, հա, դուք մաքսիմալ մարզիչների հետ միասին, այսինքն պետք է ուսումնասիրեք հակառակորդին, դիտելով իր տարբեր մենամարտերը, փորձելով գտնել այն այսպես ասած գաղտնի տեղերը, հա, որտեղ որ նա թույլ է կամ որ կողմն է ավելի շատ ուժեղ, կա նման ինչ-որ ընթացակարգ, թե դա պարզապես մեր մտքերն են ուղղակի։ Չէ, իհարկե, կա այդպես, քանի որ ամեն մարզիկն ունի ուժեղ եւ թույլ կողմերը, եւ մարզիչի հենց խնդիրն է նրանում, որ գտնի հակառակորդի թույլ եւ ուժեղ կողմերը եւ դրա վրա էլ կառուցում է ամբողջ պատրաստությունը 8-9 շաբաթվա վրա։ Այսինքն նաև ես հասկացա մի բան, որ մարզիչները իրենց ուսերին շատ կարևոր բարդ պարտականություն են ստանձնում, ինչու՞մ, այսինքն մաքսիմալ ձեզ հոգեպես պետք է ուժեղ պահել, անկախ նրանից թե դիմացի հակառակորդը հա ինչ հնարավորությունների, ինչ հաղթանակների տեր մարզիկ է, ինչ ուժ ունի, բայց պետք է չթերագնահատել եւ անկախ ամենից պետք է հոգեպես առաջին հերթին ուժեղ լինել։ Այո, ինձ թվում է մարզիչի գործը ավելի բարդ է, քան մարզիկին է ինձ համար, քանի որ մարզիչը ինչքան ուզում ես ուժեղ պատրաստվածություն ունեցի, բայց եթե հոգեպես պատրաստ չես լինում, ոչ մի բան չի բերում։ Հենց իմ մարզիչի հենց լավն էլ այնպես է, ինքը մենամարտի օրը պարամունքների ժամանակ իրան ուղղակի ատում եմ։ Իրան անկեղծ ասում եմ, ասում նորմալ է, ինքն էլ է մարզիկ եղել, դա ամագետի, բայց այդ մենամարտի օրը ինքն էլ է ինձ պատրաստում, որ պատրաստ լինում, դաժե պատերազմ գնալու։ Ինչ եղել է նախորդ մոռացի։ Այդ օրը իրան շատ եմ սիրում։ Միայն այդ օրը։ Տարվա մեջ այդ մեկ օրը։ Մենամարտի ժամանակ։ Բայց ինչի մասին է խոսքը։ Մենք օրինակ սովորաբար նայում ենք սպորտի այդ մեդալի հակառակ կողմը, բոլորս գիտենք ինչ ծանրություն է իրենից ենթադրում, ինչ պարապմունքներ, ինչ ֆիզ պատրաստություն է իրենից ենթադրում, որ ատելություն է առաջացնում։ Որտեղ ամեն ինչից էլ կտրվում եք իմ կարծիքով։ Դե ամեն ինչ կտրվում է, բայց եթե մի բան ես ինքս իմ մեջ կտրեմ, եթե մի բանը սիրով ես անում, տրվում ես քո գործին։ Դա համար ես կամ միայն խորհուրդ տամ մարդուն գտիր այն ինչը որ դու սիրում ես։ Բայց եթե իմ կարծիքով ամենակարևորը ամենամեծ էմոցիան սերն է յուրաքանչյուր բանի հանդեպ որ մարդ կարա ունենա։ 2014 թվական գնանք Լեոն, երբ որ դուք առաջին անգամ հաղթեցիք հունգարացի Բոբիս Իշտվանին, այսինքն հայկական դրոշի ներքո, եթե չեմ սխալվում, դա առաջին մենամարտն էր, որ հաղթեցիք նրան եւ հայկական եռագույնի ներքո այդ ամեն ինչը եղավ։ Այսքան ժամանակ անցել է ու եղել են մենամարտեր, որ կրկին բարձրացվել է հայկական եռագույնը այս մենամարտի ժամանակ էլ Գերմանիայի դրոշի հետ մեկտեղ բարձրացվեց, բայց արդյոք հաղթանակների համը տարբերությունը զգացում այդ տարիների ընթացքում, թե միևնույն է հիմքում հայրենասիրությունն է, հայրենիքն է եւ հաղթանակ հանուն Հայաստանի։ Անկեղծ ասած, իմ մեջ ամենամեծ այդ մոտիվացիան, որ ես իմ մեջ ունեմ միշտ, ես փոքրուց միշտ դասարակության ժամանակ մի sense դրվագ ելը, որ միշտ մեջ մնացել է, մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում։ Այդ իմիջ ինձ պահել է իմ մեջ, որ ամենայն դժվար պահել, որ ինչ ոգեշնչել է, որ փորձես առաջ գնաս, չհանձնվես, էլի առաջ գնաս, եւ դա իմ մեջ մեծ դեր է խաղում։ Ճիշտ է, ես բնակվում եմ կյանքս կեսից մեծ մասը Գերմանիայում, բայց ես հայ եմ։ Ծնվել եմ ստեղ, հայ եմ եւ ուրախ եմ, որ ես հայ եմ։
Բայց ես սիրում եմ Գերմանիան էլ, քանի որ ամեն ինչի շնորհիվ ես ինչ որ կարողացա իմ կարիերայում հասնել, Գերմանիայի շնորհիվ է։ Բայց ես իմ արմատները չեմ մոռանում, ինձ թվում է նորմալ է, որ ես հայ եմ, բայց ապրում եմ Գերմանիայում եւ երկու երկիրները ինձ համար հարազատ են, բայց դա իմ ծննդավայրը հայրենիքս է, դրա համար միշտ մենամարտներից առաջ, որ հանգիստ է տրվում ինձ, ասում եմ, որ ես ուզում գնամ, ես միշտ Հայաստան։ Կամ միակ տեղ ես որ կարողանում եմ անջատվել ու հանգստանալ, դա իմ համար հայրենիքն է։ Ինչ հրաշալի, որտեղ մեզ մոտ չի, ինձ մոտ արդվազն չի ստացվում այստեղ հանգստանալ եւ անջատել, գուցե դա նրանից է, որ իսկապես այստեղ մնում ենք եւ եփում։ Ինձ հետաքրքիր է, որ գալիս եք Հայաստան, օրինակ այդպես գորովանքով պատմեք, որտեղ եք գնում, ինչ տեղեր եք սիրում, որտեղ ա ձեր այդ խաղաղության գոտին լիցքավորվելու։ Առհասարակ ամենտեղ։ Ես որ հենց սկսած аэроպորտից, արդեն օդ եղանակը ուրիշ է։ Ասում արդեն եկա տուն։ Սենց սիրես արդեն հանգստանում է, ուղես անջատվում է, արդեն համը կարևոր չի գործերը ամեն։ Ես այս պահին եմ, որտեղ գտնվում եմ, այդտեղ միտքս, մարմինս նույնտեղում է։ Ու ես Հայաստանում շատ շրջագայում եմ, քանի որ ես ծնունդով Արմավերից եմ, Հոկտեմբերյանից։ Երևան, մեծամասը Երևանը հոկտեմբերանում եմ գտնվում։ Եվ որ եղանակն է լավ են լինում ամառը, Սևան եմ գնում Դիլիջան, միշտ եմ գալիս, բայց առհասարակ Երևան ու Նալմեջան, Արմավիր։ Այս անգամ հանգիստը, հա, այսինքն ազատ ժամանակը համընկեց նաև նրանով, որ մայիսի 31-ին կնշեք ձեր ծննդյան տարեդարձը։ Եթե դա պատահական է ստացվել, որ ընտրել եք այսպես գաց, թե նաև որոշել եք, որ ինչու ոչ նաև Հայաստանում ծնունդ կնշեք։ Պատահական է, քանի որ ես ուզում եի ավելի ուշ գայի, չստացվեց, քանի որ ամսի 5-ին 6-ին պետք է Գերմանիայում լինեմ, այնտեղ հրավերք ունեմ Լիբերնսկամարտի առումով։ Դրա համար այնպես ասել լավ, քանի որ ես իմ ծնունդը իրոք միակ երկու ծնունդ եմ նշել 18-ամյակս եւ 20-ամյակս, որ պլանավորած նշել եմ։ Իմ մոտ միշտ այնց սպոնտանի մեջ է եղել։ Խոսք 3-4 առընկերներս կամ տնեցիք ասում են պետք է նշենք։ Ես այնց յուրահատկություն չեմ դրա, որ ծնունդը պետք է նշել։ Ես իրոք ծնունդ գնա, բայց իմը այնց չէ։ Դες տարի պետք է նշեք, որովհետեւ ես ու Կարեն արդեն գիտենք, մենք արդեն հոկտեմբերյանում։ Ես վստահ եմ ձեր Հիմա դու գարտիկ ասեցի, հիմա շատերը գիմանան։ Ես վստահ եմ, որ ընկերներ հարազատ են բոլոր անապերությամբ։ Բոլորից սիրով հրավիրում ենք տոնական արարողությանը։ Լեոն, բայց ինչ կմաղթեք ինքներդ ձեզ, հայ օրինակ մի քիչ հետ գնանք 20 տարեկան Լեոնին ինչ կմաղթեք, եթե հենց այսպես ձեր կողքին կանգնած լիներ։ Ախ, ինչ փիլիսոփայական հարց։ Одноклассникից եմ վերցրել։ Օրինակ իմ նպատակն ու երազանքս դեռ որ ես դառնամ աշխարհի տիտղոսակիր։ Երկու անգամ մենամարտեմ, ցավոք սրտի չի ստացել մոտս հաղթել։ Հիմա նորից աշխարհի կանդիդատ եմ, սպասում եմ երրորդ հնարավորությանը եւ իմ նպատակս ու իմ երազանքս դա է։ Ինչ հետաքրքիր է բռնցքամարտի ոլորտում, սպորտի ոլորտում, որ այդ ամենաբարձր նշաձողը իրականանում է հետո։ Այդ նույն երկիշների մոտ է գնացին Եվրատեսիլ եկան հետո։ Օրինակ ո՞րն է այլ ինչ ավելի մեծ նշաձող կա, որ պետք է հաղթալ։ Այս դոֆամինային փոս են ասում դրան, որ մեծ ինչ-որ երևույթի ասնես, հետագան ինչ է լինելու։ Այդ հետագան դեռ բարձ չի, բայց դա մեր մեջի DS-ն է, էլի, որ հա ուզում է ավելի ոնց է դուք ասացիք այդ դոպամինը։ Հիմա դեռ ճիշտ է մենամարտը, հիմա որ մենամարտում ես փոքր տիտղոսներ, խոսքի Եվրոպա կամ ինտերնացիոնալ ուրիշ տիտղոսներ, այդ դոպամինը չունես։ Փոքր տիտղոսներ խնդրում եմ։ Ոնց մեծ է, հենց մյուսը որ կա, դա աշխարհի տիտղոսն է։ Մուրադ Գասիևը եւ Քշիշտոֆը իրենք համարվում են ամենայն, եթե top-of-ի ձեր հակառակորդները։ Արդյոք այդ անունների կողքին առաջիկայում կհայտնվեն նոր անուններ, կան նման անուններ, թե դեռ այդ երկուսն են։ Դե Վոլորաչիկը արդեն իր տարիք անցա, ինքը արդեն շատ չունի, իսկ Գասիևը արդեն հիմա ծանր քաշում, ինքը ինձ ուսիկից հետո մյուսը ինքը կլինի, որ երկաթայինը կարող է մնալ։ Տենց թազա նոր մարզիկները տենց դեռ չեն երևում, պետք է արդյունք բերես նոր երևա ինչ սենց ասած կալիբրի մարդ ես լինելու, մարզիկ ես լինելու։ Մոտակա ինչ մրցաշարեր կներես ներիրին։ Մոտակա ինչ նշեցիք, որ Գերմանիա եք գնալու մոտերերս, ինչ մրցաշարերի մասին է խոսքը։ Այնտեղ մենամարտը լինելու Բեռլին քաղաքում, էլի բոքսի շոու է լինում, այնտեղ հրավերք ունեմ, այնտեղ ներկա լինելու, դրա համար պետք է
ամսի 5-ին Գերմանիա։ Հիմա ավարտենք, որ Մի քիչ էլ գնանք հետ, հա? Գնանք Բունդեսլիգա 2։ Նաև ո՞նց է պատրաստվել։ Խնդրում եմ, մի հատ հարգանքի հավաստիքներ։ Այս գիտես ինչ մեծ օգնություն է, այստեղ ինչքան բան են ասում։ Չէ, բայց իրականում հետաքրքիր է։ Ես նաև շատ ծանոթ եմ Լեոնին շատ վաղուց, պատիվ ունեցել մեր մյուս հերոստանգերությունում աշխատանքի ժամանակ իրեն կալելու եւ իրան հետևում եմ։ Ֆուտբոլիստի կարիերան, այսպես ասած, չստացվեց, ինչու, բայց դուք ձեզ պատկերացնում եք արդեն աշխարհի առաջնություն, ֆինալներ եւ այլն եւ այլն։ Թե մի հատ պահ եկա, որի վերջո հասկացաք, որ չէ, ֆուտբոլը ձերը չի։ Դե ես սպորտը միշտ սիրել եմ։ Դեռ Հայաստանի Ժան-Կլոդ Վան Դամի ֆիլմերով սիրել եմ սպորտը։ Իհոք սպորտը միշտ ես միակ բանը, որ ես ինքնակամբ իմ արել եմ ու միշտ դիսցիպլինա եմ ունեցել եւ չեմ փորձել դες խալտուր անել, բանը եղել սպորտը, միակ բանը։ Ու ես ուզում եմ միշտ ստեղ Հայաստանում այն ժամանակ, որ ապրել եմ մինչև 12 տարեկան հասակում, մարզել եմ կարատեով։ Երբ որ մենք Գերմանիա մեկնեցին, Գերմանիայում դեռ ամեն երկրորդ խաղում եմ ֆուտբոլ։ Ես գնացի ֆուտբոլի, ինձ համար սպորտը ոչ թե հոբի է եղել, այլ եղել ուզում եմ ես մարզիկ դառնայի, ու ուղղակի ցավոք սրտի չստացվեց, որը որ պատանեի տարիներում վատը նորմալ խաղացել եմ։ Մինչև Գերմանիայում երկրորդ բարձրլիգա խաղացել եմ պատանի տարիներում, ուղղակի հետո հասկացա ես, որ անհատական սպորտի մեջ ավելի շատ առաջ հաջողություն է կարող եմ ունենալ, թիմային սպորտը իմս չէր, ինձ էլ ասում են ավելի լավ գնա դու բոքսի։ Ու հետո 10 տարեկանում ֆուտբոլը կարիերաս ասած փակեցի եւ 10 տարեկանում սկսեցի բոքս պարապել։ Մեր գենետիկ կոդն է։ Բայց այս Հայաստանում էլ այդպես չէ, անհատական սպորտաձև դրա համար եմ ասում գենետիկ կոդը, անհատական սպորտաձևերը մեր մարզիկների մոտ հրաշալի են ստացվում։ Թիմային սպորտը Եկեք փակենք։ Չի ստացվում, չենք գիտակցում, թիմային։ Չի ստացվում, եկեք ես որպես սպորտի գուրու առաջարկում եմ։ Լեոն, իսկ միգուցե առաջիկայում նա, երբ որ Տերեզան ասաց, երբ որ գալիս ես հասնում ես մի լեվելի, հայն ամենամեծ հաղթանակների, մեծ ձեռբերումների, հետո մտածում ես լավ, հետո ուր։ Միգուցե գա ժամանակ, երբ որ Լեոնարդը մտածի Հայաստանում դպրոց հիմնելու, նոր սերնդին սովորեցնելու բոլոր այն գաղտնիքներին, որոնք տիրապետում եք դուք եւ աճեցնելու, մեծացնելու նոր մարզիկների, որոնք կգրավեն աշխարհը։ Անկեղծ ասած նման մտքեր չունեմ, բայց չեմ բացառում։ Քանի որ դեռ ունեմ նպատակ իմ գործերը հասկանամ։ Իմ նպատակին հասնելը եւ դրանից հետո իհարկե օրից մի օր գալու եմ պահը, որ պետք է արդեն ձեռնոցները պատի մեխից կախես, մեր մոտ տենց են ասում, ու պետք է երկրորդ գործը ուրիշ մի նպատակ դնել, քանի որ առանց նպատակ ապրելը մի քիչ սխալ է։ Մի քիչ անիմաստ եմ գտնում, հաճույք չունես։ Ապրում ես, բայց որ նպատակ ունես, ուրիշ ոգով ես ապրում, ավելի զգում ես կյանքը ուրիշ ձևով։ Եվ միանշանակ ուրիշ նպատակ պետք է ունենաս։ Ու չի բացառում, որ այդպես մի բան ստացվի։ Մի օր դրա մասին էլ կարծում եմ։ Հոկտեմբերյանը, քանի որ Երևանում շատ կան։ Այ հոկտեմբերանում, երբ որ գալիս եք իմ կարծիքով հոկտեմբերանը ամբողջությամբ մի օր առաջով իմանում է որ դուք գալու եք։ Ճիշտ ասած ես միշտ գաղտնիք եմ բան, բայց ես անգամ մի քիչ շատ մի քիչ սխալ ճանապարհ եք ընտրել գաղտնի գալու համար, որովհետև ես ողջ Արմավիրի մարզը հիմա մեզ դիտում են նաև միանշանակ։ Այո, այ որ գալիս եք հոկտեմբերան, այնտեղ երևի կարծում եմ կան դպրոցներ, երիտասարդներ, երեխաներ, ովքեր որ մեծ ցանկություն ունեն ձեր հետ հանդիպելու։ Առաջիկայում ունեք նման հանդիպումներ։ Ես գնում եմ, ես միշտ իմ շփումը միշտ պահել եմ համ բարեկամների, համ ընկերների հետ։ Ու ես միշտ պահում եմ եւ գնում եմ, մնում եմ այնտեղ մի քանի օր եւ շփում եմ իհարկե բոլորի հետ, հանդիպում եմ։ Ինչ տարբերություն կա օրինակ բռնցքամարտի մեջ Հայաստանում, ինչ մակարդակի վրա է գտնվում, եթե մասնագիտական տեսանկյունից։ Տարբերությունը շատ եք զգում։ Օրինակ մարզումների, մարզասրահների պահումով ես կասեի այստեղ ավելի առաջատար է, քան մեր մոտ Գերմանիա, քանի որ ես շնորհ եմ ունեցել Օլիմպիադանում 21 թվականում իմ պատրաստությունը այստեղ պարապելու, իմ ամբողջ թիմով այստեղ եմ ներկայ եմ գտնվել եւ իմ թիմային մարզիչները այլ երկրի համ գերմանացի են, համ հույն կային իմ դուք տեսել եք այդ ժամանակ, ու իրանք ուղղակի ապշած զարմացած են, որ այսպեսի պայմաններ ունեն ու այստեղ ինձ թվում է սպորտի համար ամեն ինչ կա, համ մեր ազգը տաղանդավոր է, համ էլ տեղերը ամեն ինչը ինչ որ պետք է յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկի համար ամեն ինչը կա այստեղ։
Եվ ես կուզեի վերջում ինչ կմաղթեիք, ինչ կասեիք այն երեխաներին, երիտասարդներին, ովքեր որ երկրպագում են ձեզ, հետևում են ամեն ձեր հաղթանակին, ամեն ձեր քայլին հետևում են ու ոգեշնչվում են ձեզանից ու հենց ձերպես մարզիկների շնորհիվ է որ շատ երեխաներ մոտիվացվում են ու գնում են առաջ, այ ինչ կմաղթեիք նրանց, ովքեր հիմա դիտում են ձեզ։ Միանշանակ դա շատ մեծ տեղ է խաղում ու ունենալ որևէ մի իդոլ, քանի որ իմ իդոլը եղել է Արթուր Աբրահամը, իր շնորհիվ ես միշտ նայում եմ հեռուստից ուզում եմ պոյս, ուզում եմ իրապես մեկը դառնալ, իրապես ուժեղ դառնալ եւ շատ շնորհակալ եմ։ Ես իմ կողմից մաքսիմալ ամենականը որ ավելի շատ երբագուներ ձեռք բերեմ եւ ոգեշնչեմ մեր ապագա չեմպիոններին եւ հավատացեք ինքներդ ձեզ, սիրեք այն ինչ որ անում եք ու կարող եք լավագույն մաքսիմում արդյունքի հասնել։ Շնորհակալ ենք շատ։ Ես մեկ անգամ իջեցնենք մեր հյուրն էր գերմանահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը, ֆանտաստիկ մարդ, իսկ կարքին հայ, մարդ, ով որ չի կարողանում ապրել առանց Հայաստանի, առանց իր ծննդավայրի ու ամեն բան անում է հնարավորինս գալ այստեղ հանգստանալ եւ վայելել Հայաստանի հողն ու ջուրը։ Շնորհակալ ենք շատ Լեոն ձեզ, լավ օր։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Նորանոր հաղթանակներ ձեր բերումներ, իսկ մենք շարժվենք առաջ, ունենք կրկին շատ կարևոր հյուր, կրկին արտերկրից ժամանած, կրկին շատ լավ հայ։ Ինչից եք խոսելու։ Երաժշտությունից, այո։ Մնացեք մեզ հետ։